Այո, Աջակցում եք Ռոբերտ Քոչարյան։ Ինչու հենց Ռոբերտ Քոչարյանը, ինչու են Հայաստան դաշինքը եւ ինչու ոչ մյուս դիմադրողները։ Հասկանալի է։ Գիտեք, ես հաշվի եմ առնում մի քանի հանգամանք։ Ռոբերտ Քոչարյանը այնպես չի, որ իմ լավագույն տեխնացուն է, բայց հաշվի եմ առնում այն հանգամանքը, թե տեխնացուներից ով կարող է այս իշխանությունների հետ մրցակցել։ Ռոբերտ Քոչարյանը այդ, այսպես ասած, անցողիկ շեմը հաղթահարող ուժերից մեկի տեխնացուն է։ Բացի դա, ես տեսնում եմ, որ անցած 30 տարիների համատության մեջ մարդ, որը ամեն դեպքում իհարկե սխալներ եղել են, ձախողումներ եղել են, բայց ինձ համար նա է նախընտրելին, որովհետև ղեկավարել է եւ այսպես ասած չարյաց փոքրագույն որպես։ Բայց էլի եմ ասում, որպես ասեմ, որ լավագույն տեխնացուն է, իհարկե կուզեի, որ մեկ ուրիշը լիներ, բայց դրա հնարավորությունը մենք չունենք ուղղակի։ Դե այդ տարիներում չկա, ասենք, այդպիսի քաղաքական ուժ բան չկա։ Այսինքն անցողիկ շեմը հաղթահարում են հիմնականում կամ ներկա իշխանությունները կամ նախկին իշխանությունների, այսպես ասած, տեխնացուները։ Երրորդ ուժեր Հայաստանում չկա դրա հնարավորությունը, որ ծնվեն, մեջտեղ գան, ժողովուրդը ընտրի։ Այսինքն ելնելով այս հանգամանքից նախընտրում եմ Ռոբերտ Քոչարյանին։ Բացառության սկզբունքով եկել եք եւ կանգ եք առել Ռոբերտ Քոչարյանին։ Այո, այո, այո։ Եվ ինչ կանխատեսումներ ունեք, արդյոք ընդդիմությունը կարողանա իշխանությունը։ Դժվար է ասել, չգիտեմ, մտածում եմ, որ միգուցե Գյումրի երկրորդ տարբերակը կլինի, բայց ինձ թվում է դա կախված է մի քանի հանգամանքներից։ Առաջինը ժողովրդի մասնակցության եւ երկրորդը կախված է այդ ընդդիմադիր ընտրազանգվածից, ինչպես կբաշխվեն, որտեղ մի քիչ դժվար է ասել, թե կոնկրետ ասենք ինչ կլինի, էլի։ Կհաղթահարի, ասենք, հաղթող ուժը 51%-ը, 50+1-ը կունենա բացարձակ իշխանություն, թե հարաբերական մեծամասնություն, մի քիչ այս պահին դժվար է ասել, որտեղ հարցումներն էլ տարբեր ինչ-որ բաներ են ասում, չգիտեմ, այդ առումով մի քիչ դժվար է կանխագուշակել, էլի։